Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր միասին պատրաստելու ենք կլոր գաթա կամ միջինքի գաթա կոպեկով։ Սկզբի համար կվերցնենք 1 բաժակ ջուր կամ կաթ, պարտադիր գոլից մի փոքր տաք վիճակում։ Ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ, խառնում ենք, բաժակի չափը 300 մլ է։ Նույնը կարող եք պատրաստել կաթով, եթե ձեռքի տակ կաթ չունեք, ջրով։ Ավելացնում ենք 20 գրամ դրոշ, 1 ճաշի գթալ դրոշը 10 գրամ է։ Լավ խառնում ենք և թողնում ենք տաք տեղ, որպեսզի հասունանա դրոշը, մոտավորապես 10 րոպե։ Մի փոքր աղ ենք ավելացնում նաև։ Երբ արդեն դրոշը հասունանում է և այսպես փրփրում, ավելացնում ենք 1 ձու և 1 սպիտակուց, դեղնուցը թողում ենք վրան քսելու համար։ Լավ խառնում ենք։ Եվ արդեն սկսում ենք ավելացնել ալյուրը։ 2 բաժակ ավելացրեցինք, խառնում ենք։ Մոտավորապես ես օգտագործել եմ 4-ից 4.5 բաժակ ալյուր։ Նշեմ, որ իմ բաժակի չափը 100 գրամ է։ Երկու ճաշի գթալ յուղ ենք հալեցնում։ Կեսից շատը լցնում ենք խմորի վրա, լավ խառնում ենք, իսկ մնացած մասը թողնում ենք վերջում վրան քսելու և հունցելու համար։ Ավելացնում ենք 3-րդ բաժակ ալյուրը, խառնում ենք, 4-րդ բաժակ ալյուրը, պետք է ստանանք ձեռքերին թույլ կպչող փափուկ խմոր, ոչ շատ ջրիկ, ոչ շատ պինդ։ Վերջում արդեն ավելացնում ենք մնացած յուղը և հունցում ենք։
Խմորը հասունանալուց հետո մեջ ենք տալիս եւ թողնելու ենք եւս մեկ անգամ հասունանա։ Երբ արդեն հասունանա, արդեն սկսում ենք հավաքել գաթան։ Այսքան խմորից մոտավորապես պատրաստում ենք 2 մեծ կլոր գաթա։ Բաժանում ենք 2 մասի, մի փոքր գունդներ պահում ենք զարդարելու համար։ Գնդերը բացում ենք, խորիզ ենք լցնում մեջը, հավաքում ենք եւ տեղափոխում ենք սինիի վրա հակառակ կողմով։ Միջինքը պատրաստվում է մեծ պահքի շրջանում, երբ պահքը կիսվում է։ Այս տարի պահքը միջինքը լինելու է մարտի 23-ին։ Ըստ ավանդության դրա մեջ դնում են կամ կոպեկ, կամ փայտից խաչ եւ ում որ հասնում է խաչը կամ կոպեկը, նշանակում է, որ նրան այդ տարի սպասվում է հաջողություն, իսկ եթե դանակը հատում է կոպեկը, նշանակում է, որ այդ տարին հաջողությամբ է լինելու ամբողջ ընտանիքի համար։ Կտրատած կտորներով զարդարում ենք այնպես ինչպես ցանկանում ենք, կամ կարող ենք գրել ինչ որ ցանկանանք եւ տեղափոխում ենք ջեռոց թխվելու 200 աստիճան ջերմության ներքո մոտավորապես 20-ից 25 րոպե։ Այնուհետև հանելուց հետո թողնում ենք սառի եւ վայելում ենք։ Շնորհակալություն, որ հետևեցիք իմ բաղադրատոմսին, կարող եք պատրաստել եւ ձեր կարծիքը գրել մեկնաբանության դաշտում։ Շնորհակալություն, ցտեսություն, մնացեք խաղաղությամբ։